Շնորհակալ եմ պարոն Սարգսյան ձեր կատարած աշխատանքի համար, նաև հետաքրքիր մի խումբ քաղաքացիներ էլ կան, որոնք որ դիմել են, օրինակ, ովքեր ծնվել են արտերկրում, սակայն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց ծառայել են այդ երկրում, ունեն զինվորական գրքույկ։ Այս պահին այդ մարդիկ էլ ունեն Հայաստան վերադառնալու խնդիր, այսինքն պարզվում է, որ մի երկրում արդեն ստացել են զինվորական գրքույկ, ծառայել են, բայց հիմա գալով Հայաստան նորից իրենք կամ պետքա ծառայեն կամ ինչ-որ գումար մուծեն, այսինքն լինում է, որ երկու տեղ կամ պետքա ծառայեն կամ փորձեն այդ հարցը լուծել եւ այստեղ կարծես այլ մոտեցում եւս պետք է ցուցաբերել, այս ուղղությամբ որևէ աշխատանք կատարվել է։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար։ Մեր օրենսդրությունը հստակ արձանագրում է հետեւյալը. Եթե քաղաքացին եղել է սկզբից Հայաստանի քաղաքացի, հետո նոր այլ երկրի քաղաքացի է դառել, այնտեղ ծառայել է, միևնույն է Հայաստանում պետք է շարունակի ծառայել։ Եթե սկզբից եղել է այլ երկրի քաղաքացի, օրինակ ՌԴ քաղաքացի կամ Վրաստանի քաղաքացի, հետո այնտեղ ծառայել է, նոր դարձել է Հայաստանի քաղաքացի, Հայաստանում այլևս կարող է չծառայել, եթե այդ երկրում ծառայել է 12 ամիս եւ ավելի։ Վրաստանում եւ Ռուսաստանում գիտեք, որ 12 ամիս է ծառայությունը։ Այսինքն, այս դեպքում նրանք ազատվում են ծառայելու պարտավորությունից, պարտականությունից, բայց եթե սկզբից եղել է Հայաստանի քաղաքացի, հետո մեկնել է, այնտեղ ծառայել է, պետք է շարունակի այստեղ ծառայել։ Նաև օգտվելով հնարավորությունից ուզում եմ ասեմ, թե այս օրենքը, որ 2024 թվականին ընդունեցինք, ինչ օգուտներ է տվել։ Օրենքից օգտվել է մոտ 200 քաղաքացի, նրանք վճարել եւ ծառայել են, արդյունքում պետական բյուջեի մուտքագրվել մոտ 2 միլիարդ դրամ գումար, Հայաստանի Հանրապետության դրամ, որը մոտավորապես $5 միլիոն է ամերիկյան։